Ես իհարկե հասկանում եմ, Ժողովուրդ ջան, մենք այս երկրում ենք ծնվել, մենք այս քաղաքում ապրել ենք, մենք այս քաղաքում դպրոց ենք գնացել, մենք այս քաղաքում համալսարան ենք գնացել։ Մենք բոլորս գիտենք այն բոլոր պատմությունները, թե ոնց օրինակ Քոչարյանի փոքրիկը լուծել իր հարցերը տղայական մակարդակում։ Օրինակ մենք երբ որ, չգիտեմ, տղա ենք, տղամարդ ենք, մենք երբ որ ինչ-որ աղջկա կամ կնոջ հետ կապված հարց ենք ունեցել կամ բան ենք ունեցել այլ տղայի կամ այլ տղամարդու հետ, մենք դա լուծել ենք ինքնուրույն, շատ դեպքերում եղել է բռունցքներով ենք լուծել, եղել է այդ բռունցքներով լուծելու ընթացքում ավելի թույլ ենք եղել, եղել է ավելի ուժեղ ենք եղել։ Ինքներս ենք արել, հասկանում եք, մենք ինքներս ենք արել։ Ամբողջ Երևանը տարիներ շարունակ պատմում էր այն մասին, թե Լևոն Քոչարյանը ոնց է ժամանակին լուծել աղջկա հետ կապված հարցը ԱԱՑ-ի հատուկ ջոկատայինների միջոցով, ոնց է ինքը իր հավանած կնոջ, որի անունը ոչ տալիս են, ոչ էլ ինքը կապ չունի այս թեմայի հետ, ոնց է ուրիշ տղայի հետ իր այդ թեմայով հարցը լուծել, որ ԱԱՑ-ի ալֆային ուղարկել է, գնան մեկի գլուխը ջարդեն։ Հիմա եկել այստեղ տղամարդ է ձևանում։ Դուք հոպես տղամարդ մեր փողոցի, չգիտեմ, կատուն էլ կարա ալնի տենց։ ԱԱՑ-ի ալֆայի ջոկատը ում համար տղայական հարց լուծի, դրանից ուժեղ տղա կարա ալնի առհասարակ։ Շիրակ Թորոսյանը ստեղ չի, իհարկե կասեր, որ ախալքալակցիները կարան, բայց այնուամենայնիվ։ Չէ, ժողովուրդ ջան, ես մի բան էլի, մեկ է սրան հակադարձ բան են ասում, տո դուք որ վաղը պաշտոն չունենաք, ինչ։ Որ վաղը պաշտոն չունենանք, ինչ։ Մի հատ ասեք էլի, ինչ։ Որ վաղը պաշտոն չունենանք, կարենալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչը որ կարում ենք ու անում ենք հիմա, գիտեք խի։ Որտեվ մենք հիմա ԱԱՑ-ին չենք ուղարկում, որ մեր սիրած աղջկան մոտեցող տղայի գլուխը ջարդի, որ մեր տղայական ու անձնական հարցերը լուծի։ Մենք մեր հարցերը էլի մենք ենք լուծում։ Էլի ինքներս ենք անում։ Ոնց կարում ենք լուծում ենք։ Մենք ինքներս ենք անում։ Մենք մեր փողոցից սկսած, մենք մեր դպրոցական տարիքից սկսած, մանկապարտեզի տարիքից սկսած, մենք ինքներս ենք մեր հարցերը լուծել։ Այս դալիճի այս թևում նստած մարդիկ իրանք են իրանց հարցերը լուծել։ Կռիվել են իրանք կարել, ծեծել են, ծեծվել են, իրանք են արել, հասկանում եք, այս մարդկանց այդպես սպառնալ, որ վաղի իշխանություն չլա։ Է դուք հա որ իշխանություն չեք, կնանոց հետևն եք գնացել թաքնվել։ Թող ինձ ներեն մեր բոլոր թիմ գործընկերները, կանանց թիրախավորում չի էլ։ Հենց հետա կանայք ուժեղ են, որ նրանց թիկունքում թաքնվում են, դա նկատի ունեմ։ Չէ, ժողովուրդ ջան, ասում եմ վաղը պաշտոն չէ, հիմա դուք պաշտոն չունեք, մի հատ էլ ցույց տվեք, էլի այդ օրինակը, թե ոնց պետք է լինի պաշտոն չունեցողը ըստ ձեզ, որ ձեր սրտով լինի։ Ասենք ինչ է, վաղը որ պաշտոն չունենամ, գնալու եմ Մարիա Կարապետյանի ու Թագուհի Թովմասյանի հետևում թաքնված։ Դուք հիմա սկի պաշտոն ունեք էլ։ Հա, Թովմասյանի չէ, Ղազարյանի, կներեք տիկին Ղազարյան։ Այսինքն, էտա ձեր ակնարկած, ախր դուք հիմա պաշտոն ունեք արդեն տենց եք անում, հասկանում եք, ընդդիմադիր պատգամավորի պաշտոնը էլի մեծ պաշտոն է, պատգամավորի պաշտոն է։ Բա որ էդ էլ չունենայիք ինչ էիք անելու։ Ու հիմա ինչքան եք սենց փախած մնալու, ես ուզում եմ հասկանալ։ Ինչքան եք սենց փախած մնալու, ինչքան է տևելու այս փախուստը ազգային ժողովի դահլիճից։ Վերջը մի օր հետ եք չէ գալու։ Վերջը մի օր բան եք անելու, վերջապես հասկանալու եք այն միտքը, որ ձեր բախտը տենց է դասավորվել, որ դուք ծնվել եք կոնկրետ քրոմոսոմներով ու դա իրանից ենթադրում է, որ դուք տղամարդ եք։ Ու այդ տղամարդ լինելը իրանից ենթադրում է հասարակարգում ձևավորված որոշակի պատասխանատվություն որոշակի արարքների համար։ Կին լինելն էլ ենթադրում է ուրիշ տեսակի պատասխանատվություն էլի ուրիշ արարքների համար, որտեղ հասարակարգը ձևավորված է այտենց։ Հիմա այսքան ինչ, ես ճիշտ եմ հասկանում, որ միջև չգիտեմ ժամանակների ավարտը Աննա Գրիգորյանը ու Արմենուհի Գյուլերյանը պարբերաբար սենց շրջան կազմած իրանց թիկունքով փորձելու են պաշտպանել Քոչարյանի փոքրիկին։ Ու արդյոք դա փրկելու է Քոչարյանի փոքրիկին, որտեղ այստեղ խնդիրը ֆիզիկական չի, այստեղ խնդիրը հոգեբանական է։ Այստեղ խնդիրը խիստ հոգեբանական է։ Ու այդ հոգեբանական խնդիրը հետևյալն է, մարդը ծնվել է տղա։ Մարդը ապրել է այսքան տարի, բայց հələ տղամարդ չի դառել։ Հələ տղամարդ չի դառել։ Չգիտեմ կդառնա թե չէ, բայց անկեղծ այդտեղ խնդիր կա։ Հոգեբանական է այդ խնդիրը։ Ոստեղ չգիտեմ, հիմա մեր բարոյախրատական ելույթները կամ դրանց այլ դրսևորումները արդյոք բավականաչափ օգտակար կլինեն այդ խնդիրը շտկելու առումով, թե չէ, բայց ես վստահ եմ, որ մենք պետքա ջանք չխնայենք այս ուղղությամբ։
Որտեվ ես վստահ եմ, որ Քոչարյանի փոքրիկը պետքա վերջի վերջո սովորի կյանքի կարևորագույն դաս։ Սեփական արածների համար գալիս է պատասխանատվության ժամանակը։ Քոչարյանի փոքրիկ, արի արածներիդ պատասխանատվությունը ստանձնելու։